Պարոն Սուքիասյան, վերջին շրջանում շատ են շահարկումները, թե ինչու է վարչապետը մասնակցում մայիսի 9-ի միջոցառմանը եւ ինչ է դա տալու Հայաստանին։ Առաջինը Հայաստանի Հանրապետության պատմությունն է, Հայաստանից երբ որ սովետական սոցիալիստական Հայաստանն է եղել 300,000-ից ավել զոհ ենք տվել, դրանք մեր պապերն են, սա առաջինը, որ մենք պետք է հարգենք, երկրորդը եւ մոտապես 300,000 էլ հաշմանդամներ են եւ շատ ծանր ժամանակներ են եղել, դա մեր պատմությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության ցանկացած առաջնորդ դա իրավահաջորդն է այս պետության, մեր պետությունը պետական մտածելակերպից ելնելով, պետության շահերից ելնելով, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները բավականին գիտակից են, բավականին ճիշտ հաշվարկում են, պետք է վստահենք իրենց եւ շատ ճիշտ է արել, որ գնացել է այսքանը։ Եվ պարոն Սուքիասյան, նաեւ շատ է խոսվում այն մասին, որ արդյոք մայիսի 9-ին Մոսկվայում այս միջոցառմանը մասնակցելը չի վնասի արևմուտքի հետ մեր հարաբերություններին, արդյոք մեկը մյուսի հետ կապ ունի։ Ես կարծում եմ մեր պարագայում կապ չունի, շատ դեպքերում երբ որ ես ծանոթանում եմ նյութերի հետ միջազգային հարթակներում գրված, նրանք ավելի շատ արևելյան Եվրոպային են վերաբերվում, այնտեղ որտեղ իրենց ներքին կանոնակարգը Իհարկե, միգուցե շատ պետություններ չուզենային, որ մասնակցեն, բայց Հայաստանի Հանրապետությունը ունի իր շահը, պետք է առաջնորդի իր շահից ելնելով այս։ Եվ նաև շատ է խոսվում, որ օրինակ այս մասնակցության ժամանակ վարչապետը պիտի բարձրացնի որոշակի քաղաքական հարցեր, օրինակ գերիների վերադարձի առումով։ Կարծում եմ, որ ցանկացած այց, որտեղ հնարավոր է զրույց ունենալ, որտեղ հնարավոր է քննարկումներ ունենալ, որտեղ հնարավոր է որոշումներ կայացնել երկստեք, դա շատ դրական է Հայաստանի Հանրապետության համար եւ ոչ թե միայն ցանկացած պետության համար, ցանկացած պետության ղեկավար շատ դեպքերում իր այցելությունները արդյունավետ դարձնելու համար այնտեղ այլ այցելուների հետ հանդիպման հետ է կապում։ Իսկ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այս փուլում ինչպես կգնահատեք։ Հարաբերս բոլորի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, առավել եւս Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի անդամ ենք, բացի ԵԱՏՄ-ի անդամ ունենք պատմություն, ունենք փոխկապակցվածություն, ունենք կոոպերացիա եւ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները շատ լավ գնահատում են, թե ինչն է պետք Հայաստանին։